Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կառուցողական տրանսֆորմացիայի փուլում են, վարչապետն է հայտարարել։ Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը եւ երկկողմ հարաբերությունների ներկայվիճակին նշել է, որ կուլիսային հանդիպում չի եղել, աշխատանքային ճաշ է եղել, զրուցել են բարեկամաբար։ Այցը շատ հաջող է գնահատում։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Պուտինի հետ զրույցում որևէ նոր կամ գաղտնի թեզ չի հնչեցրել։ Վարչապետը նաեւ վերահաստատել է Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռման մոտեցումը, բայց երբ գա Եվրամիություն, թե ԵԱՏՄ անհամատեղելիության պահը ժողովրդի հետ կկայացվի որոշում։ Նախ իմ ու Ռուսաստանի նախագահի միջև կուլիսային հանդիպում չի տեղի ունեցել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, եւ մենք ինչպես միշտ ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար, եւ ես ինչպես ասել եմ, այցը շատ հաջող եմ գնահատում, մյուս բոլորը ազատ են իրենց գնահատականների մեջ, ինչ վերաբերվում է տետատետ հանդիպմանը, մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին եւ մեր միջոցառումների մասին, բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին, ինչ վերաբերվում է ընդհանուր բովանդակությանը, ես կարծում եմ, որ նախ այն ինչ որ ես ասել եմ, նախկինում իմ հրապարակային հայտարարությունների արտացոլումն էր այդ դահլիճում, ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասի։ Առնվազն ինչ որ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով լսել եք, այսինքն զրո նորություն։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ էլի հղում անելով նախկինում իմ առած հայտարարություններին, ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական, եւ մենք մեր սկզբունքը շարունակապար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Ինչ վերաբերվում է իմ կարծիքին, իմ կարծիքը այն է, ինչ որ ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, ինչ որ ասել եմ այստեղ ձեզ բոլորիդ, քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ։ Քանի դեռ այդ պահը չի եկել, ես որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանը նաև մեկնաբանել է Սամվել Կարապետյանին ուղղված հայտարարությունները, նշել, որ այնտեղ սպառնալիքի էլեմենտ չկա։ Ես տեսա, որ ամենատարբեր մեկնաբանություններ կան, եթե զգացել եք իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, որովհետև ես խոսում եմ, ես չեմ ասում, ես խոստանում եմ կամ ես ասում եմ, ես վախենում եմ, որ այդպես տեղի կունենա, ինչ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որով ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, որոնք նաև Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու եւ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է եւ ես դրա համար շատ ցավում եմ, որովհետեւ չի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր։ Չեմ կարող ասել։ Թող ինքը ասի։ Համեն դեպս ես ուրիշների խոստումները հանրությանը ներկայացնող սուբյեկտը չեմ։ Դրա համար կան սուբյեկտներ, թող իրենք պարզաբանեն, ում ինչ են խոստացել, ում առաջ ինչ են պարտավորվել, ում ինչ են հավաստիացրել եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա մեզ հետ կապ չունի։ Մենք մեր process-ները թափանցիկ կերպով, որը էլի այս կոնտեքստի հետ կապ չունի, դուք գիտեք նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պատմությունը, որը հիմա ըստ էության պետականացված է դե ֆակտո,
եւ դե յուրեն էլ տեղի կունենա, բայց դա արվել է այդ թվում Հայաստանի սպառողների պահանջով։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, ես դրա մասին տասնյակ անգամ խոսել ենք եւ տասնյակ անգամներով աշխատանքային կարգով մենք զգուշացրել ենք, որ այսպես չի շարունակվելու։ Դա տևել է տարիներ եւ կայացվել է որոշում։ Արտգործնախարարությունում տեղի ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբայևի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են նախարարությունից, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավստրիա, Հայաստան, Վրաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղկեպսակ են դրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։ Պատվիրակության անդամները եղել են նաև հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, ծանոթացել ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Իսկ մինչև այդ ազգային ժողովի նախագահն է ընդունել պատվիրակությանը։ Քննարկումների առանցքում եղել են երկկողմ եւ միջխորհրդարանական հարցերին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը բարեկամական խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հանդիպումները գտնվելու վայրն անհայտ անձանց եւ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանության առնչվող խնդիրները, պաշտպանի մանդատի շրջանակում արդեն ձեռնարկված քայլերը, նաեւ շարունակական աջակցության ապահովման եւ անհրաժեշտ տեղեկության տրամադրման հարցերը։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրումն ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իր առաջնահերթ Այս ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում, կիրառելով բոլոր հնարավոր գործիքները։ Պաշտպանն ընդգծում է, որ այս անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես լինեն պետության ուշադրության կենտրոնում եւ պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն անձանց իրավունքների երաշխավորումն ապահովելու ուղղությամբ։ Շարունակենք 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված եւ Եռաբլուր զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց 8 ընտանիքի կտրամադրվի փոխհատուցում։ Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում։ Փոխհատուցումը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք իրենց միջոցներով եւ նախընտրած ձևով են պատրաստել ու տեղադրել շիրմաքարերի լրակազմերը կամ դրանց բաղադրիչները, տապանակարերը։ Նախնական հաշվարկներով փոխհատուցումը կկազմի մոտ 10 միլիոն դրամ։ Կառավարությունից հայտնում են նաև, որ այն տապանակարերը, որոնք ի սկզբանե նախատեսված էին այս ընտանիքների համար, բայց չեն օգտագործվել եւ պահեստավորվել, կտրամադրվեն նոր հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար։ Ինչ անել խցանումների դեմ եւ արդյոք հույս կա, որ խնդիրը կկարգավորվի։ Կառավարության նիստում վարչապետն է հարցրել քաղաքապետին։ Տիգրան Ավինյանն առանձնացրել է 3 բաղադրիչ, որոնք նպաստում են խցանումների առաջացմանը։ Տեսլականն այն է, որ Երևանում գերակայի հանրային տրանսպորտը։ Ավինյանը նաեւ տեղեկացրել է, որ 45 տրոլեյբուսները, որոնք վարչապետի հանձնարարականով եւ կառավարության ֆինանսավորմամբ Երևանը ստանում է, մի փոքր ուշանալու են կապված Իրանում իրավիճակի հետ։ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով Երևանում տրանսպորտի վիճակին կարևորել է մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի ռազմավարական նպատակն այն է, որ մետրոն շրջանաձև տեսք ստանա, ինչի արդյունքում երթևեկության տրամաբանությունը եւս կփոխվի, իսկ արդյունավետությունը կբարձրանա։ Ամեն օր, գրեթե ամեն օր մենք տեսնում ենք եւ նամակներ ենք ստանում, ահազանգներ, պահանջներ, խնդրանքներ կապված խցանումների խնդիրը լուծելու հետ եւ մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել, հույս ունեմ, որ այդ աշխատանքային խումբը լուծումներ կառաջարկի, բայց նաեւ հաշվի առնելով դարաշրջանը, ոնց որ թե մենք այդտեղ էլ արհեստական բանականությանը պետքա ավելի ու ավելի մեծ դերակատարում վերապահենք, բայց մյուս կողմից էլ պետքա հասկանանք ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանա, չգիտեմ ոնց են թարգմանում, բեզռազմեր հայերը ոնց է անչափ չի, էլի, ինքը մեկա չափ ունի ցանկացած փողոց եւ մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակը ստեղծվում է նրանով, մենք պետք է ավտոմեքենաների ներմուծման
վիճակագրությունը տեսնենք եւ հասկանանք, որ մեքենան գալիս է մտնում է այդ նույն փողոցը, բոլորը գալիս են մտնում են, ընդ որում հիմնական ժամերին հիմնական փողոցները པարզ են եւ բայց ամեն դեպքում ստեղ աշխատանք պետք է անենք, հիմի հույս կա, որ մի բան կարանք անենք այդտեղ, համեցեք։ Վարչապետ, միանշանակ հույս կա եւ իրականում մենք շատ շուտով կոմիտեի նիստով եւ նաեւ կառավարության հաջորդ նիստով հուսանք կքննարկենք Երևանի թիմն օրենքը, որտեղ որ ունենք նոր կարգավորումներ, մասնավորապես օրինազանց վարորդների եւ ավտոմեքենաների կայանման սխալ վայրերում կազմակերպելու դեպքում, այսպես ասած, այդ քարշակ ծառայությունը արտապատվիրակելու հնարավորություն ենք ստեղծում եւ իրականում երեք կոմպոնենտ կա մեր ընդհանուր խցանումների հետ կապված։ Առաջին կոմպոնենտը միանշանակ ավտոմեքենաների քանակն է։ Միայն Երևան քաղաքում տարեկան մոտավորապես 12000 ավտոմեքենա է գրանցվում եւ բոլորը մտնում են երթևեկության մաս են դառնում եւ նաեւ հարակից մարզերից էլ նույնպես ավտոմեքենաները այդ թիվը չեմ բարձրաձայնում, մոտ մի այդքան էլ հարակից մարզերում է տեղի ունենում։ Երկրորդ կոմպոնենտը իրականում մեր վարելու պրակտիկան է։ Ինչքան էլ որ դա տարօրինակ չէ, այնուամենայնիվ մեր շատ խցանումներ առաջանում են, որովհետև օրինակի համար վերջի վայրկյանին ընդեղին լույսի տակով անցած մարդը գնում է եւ կանգնում է խաչմերուկի մեջտեղում եւ դա էական մեծ դեր ունի, այսինքն մեր վարելու պրակտիկայում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք եւ երրորդը արդեն ձեր ասած լուծումներն են, որոնք որ կարող են այս երկու խնդիրների ինչ որ տրամաբանությամբ լուծումների դեպքում էականորեն մեղմել իրավիճակը եւ մեր տեսլականը գլոբալ առումով այն է, որ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար եւ նաեւ կառավարությունը տեղել ջանք չի խնայում, ուզում եմ տեղեկացնել, պարոն վարչապետ, որ 45 տրոլեյբուսները, որոնք որ ձեր հանձնարարականով եւ կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքը ստանում է, մի փոքր ուշանալու են կապված Իրանում իրավիճակի հետ, բայց մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան։ Շատ լավ, դե այստեղ իհարկե մենք պետք է հիշենք նաեւ մետրոյի մեր ծրագրերի հետ կապված ընդ որում սա շատ խոշոր նախագիծ է Հայաստանի համար, եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել եւ շահագործման չի հանձնվել եւ սա էլի շատ մեծ նախագիծ է, բայց որ այդ նախագիծը իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա եւ էլի եմ ասում, այդտեղ մեր բանի տեմպերի մասին մեր պատկերացումները էլի շատ մի քիչ բան են մի քիչ իհարկե պարզ է որ ժամկետները մենք բոլորս ուզում ենք հնարավորինս կարճ լինի, բայց այնուամենայնիվ մանավանդ այն հատվածներում, որտեղ մենք կամ գիտելիք ենք կորցրել կամ հմտությունները որոշակիորեն բան են եղել, չեն օգտագործվել, հղկված չեն բավարար չափով, դա ժամանակ վերցնելու է, բայց մենք այդ ճանապարհով գնալու ենք, ընդ որում Աջափնյակ կայարանի թեման ինքը առանձին վերցրած թեմա չէ, մեր ռազմավարական մտածածն այն է, որ ի վերջո մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա, ինչի արդյունքում նաև ըստ ամենայնի երթևեկության տրամաբանությունները կփոխվեն եւ արդյունավետությունները կմեծանան։ Այսինքն եթե մենք շրջանաձև երկու գիծ ունենանք, այդտեղ արդեն տրանսպորտի մասնագետները ավելի լավ խորհուրդներ կտան, այսինքն անդադ պտույտների, ընդ որում հանդիպակաց պտույտների միջոցով հնարավոր է, որ շատ ավելի մեծ էֆեկտներ ունենանք, քան մինչև այս տեսել ենք։ Եվ այդպես շարունակ մենք էլի ուրիշ նախագծեր ունենք կապված Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևան եկող եւ այլն ի վերջո պարոն Խաչատրյան էլի այն օրը բանում Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիները էլի հիշեցրին Հյուս Սարաֆի այդ կտորի այդ դատի ես էլ ասեցի որ մենք զբաղվում ենք դրանով հույս ունեմ այդտեղ էլ հույս ունենք հա
Իսկ այս ընթացքում կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում վարորդները։ Լրագրողների հետ զրույցում նրանք ներկայացրել են, թե ով ինչու է զրկվել վարորդական իրավունքից։ Ոմանք տեղյակ են, որ օրենքն արգելում է մեքենան օրինակ ոչ սթափ վարելը, բայց ասում են, թե տեղյակ չեն եղել, որ կարող էին 1 ամսում վերականգնել։ Կառավարությունից համաներում են խնդրել, վստահեցնում են, որ էլ չեն կրկնի։ Ասում են, նորից վկայական ստանալու քննություն հանձնելը շատ դժվար է, սխալն ընդունում են, բայց ներում են խնդրում։ Մարդիկ կան, որ պրավեկից զրկված են, ու այդ պրավեկով իրանք ոսկի մեկը կամազակշում, մեկը տաքսիակշում, մեկը ամեն դեպքում ընտանիքի հարցն է լուծում, այդ պրավո շոֆերությունը անում։ Հիմա լիքը մարդիկ կան, որ զրկված են, դրա համար հավաքվել ենք, մենք ակցիա չենք անում, կուսակցություն չի եսի, մենք եկել ենք մեր պրավեկի համար։ Համաներում տան բոլորիս, մենակ ինձ չեմ ասում, էլի բոլորին կապ չունի խմածա, ինչա, համատ առաջի անգամ մատ համաներում տան, մատ թեկուզ գումար աֆիքս, գումար մուծենք պետական օրենքով մեր պրավեկը կամ վերականգնենք, կամ թազա նկարվենք, այդանք ստանանք, առանց հերթի, որ շուտ եղնի, այդանք մեր գործերին կպնենք, որ սենց չհավաքվենք, խոսքի շաբաթվա մեջ 2 անգամ։ Սաղսը մեկը տաքսիակշում ընտանիքապահում է, մեկը զիլակշում ընտանիքապահում է, մեկը ֆուրակշում ընտանիքապահում է, մեկը կամազակշում ընտանիքապահում է, մեկը շոֆերությունը անում ուրիշի համար աշխատում է ակրդիկով երեխեքի ընտանիքի համար, բայց այսօր դուքան այդ մարդը լնացություն չունի, որ այդ աշխատի։ Ոսկի մարդկա մեջքից խնդիր ունի, չի կարա բանվորություն անի, շոֆերությունը հարմար է, խոսքի դրանով ընտանիքը պահում։ Հիմա մենք կառավարությանը պարոն Փաշինյանին դիմենք, այս մեր հարցին լուրջ լուծում տան։ Այնց չասեն գնաց կներես էլի քուչը։ Լուծում տան մեր մատ համաներում անեն, մենք եթե երկրորդ դեպքում այս համաներում անեն, մեր պրավեկը վերականգնվի, երկրորդ դեպքում եթե կբռնեն ինձի խմած, օրինակ ես ին վրա բռնեմ, ասեմ, եթե ինձի բռնեն խմած կամ առանց համար ավտո քշեն, թող ցմած զրկեն։ Այդ դեպքում համաձայն եմ, բայց մի չէ որ առաջ անգամ մատ համաներում տա։ Կյանքում խմող չեմ, մի անգամ փորձեց էլի խմած իմն էլ դն ստացվավ։ Ես ինչ չեմ արտարացնում։ Բայց եթե երկրորդ անգամ թող բռնեն, մեր աղբոր ասածի պես թող ցմած բան անեն։ Հիմա էլ են էլի չմազակել։ Հա, էդի նույն բանա կներես, էդի նույն բանա, ոնց որ ասենք մեկը հիմա բերտում նստած է մի տարի ժամկետով, ժամկետը ազատվելու ժամանակն է, ասենք գիտես ինչ, կարելի մի հատ քնություն տուտենանք, դու դրսի մարդ ես, թե չէ։ Դուրս ապրելու իրավունք ունես, թե չէ։ Մի տարի է դրսից խաբած չես դու։ Ինչ այդ մարդը դրսից չի եկել այստեղ։ Հիմա մեզ ասում են մի տարին լրանա, նոր գնացեք քնություն տվեք։ Մենք եղել ենք 50 տարեկան, 60 տարեկան մարդիկ, նոր պետք է այդան քնություն տան։ Կարանք էլ տանք։ Սխալ արել ենք։ Հիմա այս մեր հավաքվածների մեջ շատ դժվար է տարիքային շեմը քնություն հանձնելը։ Բոլորս էլ փորձել ենք, անձամբ ես փորձել եմ, դժվարություններ կա հենց տեստը հանձնելու։ Կապված է եւ կոմպյուտերի հետ, եւ ծրագրի, եւ մեր այն սովետական էպոխայի քշած ու հիպիկվա քշածի մեջ։ Ուղղակի որպես խնդրանք մենք խնդրենք կառավարությանը մի հատ վերանայեր, մի հատ ինչ-որ բան աներ, մեր սխալը ուղղություն ցույց տալ, կարենայինք ախպեր ջան, մեր վարորդական իրավունքները վեկալենք, աշխատենք, ապրենք։ Ես իմինն է այսօր շատ ահավոր վիճակում եմ։ Ոչ կարող եմ թորնիկներին մանկապարտեզ տանեմ, ոչ դպրոց տանեմ, ոչ այն պրիմիտիվ բանը շատ ահավոր է։ Շարունակենք կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի հանցավոր գործողությունների հետևանքով Աբովյան համայնքում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափի հողատարածքներ։ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել։ Պարզվել է պաշտոնատար անձը Երևան-Սևան ավտոմայրուղուն հարող հատվածից անժամկետ օգտագործման իրավունքով ապօրինի որոշմամբ հատկացված հողատարածքի նկատմամբ գրանցել է քաղաքացու սեփականության իրավունքը որպես հիմք նշելով Առնջի գյուղապետի գոյություն չունեցող որոշումը։ Համայնքի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել 15 միլիոն 900 հազար դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը։ Բացի այդ կադաստրի կոմիտեի մեկ այլ աշխատակցի ներկայացրած նույն հողատարածքում շինությունների վերաբերյալ ուրվագծերի հիման վրա վերը նշված պաշտոնատար անձը սեփականության իրավունքի վկայականում ներառել է կեղծ տվյալներ եւ առանց օրինական հիմքերի առկայության նույն հողամասի գրանցումն իրականացրել է 0.8 հեկտար մակերեսով ավելի։ Արդյունքում դուրս է բերվել նաեւ 9 միլիոն 760 հազար դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը։ Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։
Հայաստան Դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Հույդա 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում եւ առաջ կուսակցության համագումարում հաստատվել է Դաշինքի նախընտրական ցանկի առաջին 3 տասնյակը։ Վարչապետի թեկնածուից հետո երկրորդը Իշխան Սաղաթելյանն է, ապա Աննա Գրիգորյան, Սևակ Խաչատրյան, Արթուր Խաչատրյան, իսկ տասնյակը եզրափակում է Լևոն Քոչարյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին Դաշինքի ձևաչափով։ Կուսակցության համագումարը հաստատել է նաև ցուցակի թեկնածուների անունները։ Ավելի վաղ կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ կուսակցությունը հայտարարել էր, որ Ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է։ Ցուցակի առաջին տեղում Նարեկ Կարապետյանն է, ապա Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան, Դավիթ Ղազինյան, Ռուբեն Մխիթարյան, իսկ Դաշինքի ընտրական ամբողջ ցուցակը կներկայացվի վաղը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Առաջարկվում է աշխատանքային օրենսգրքում սահմանել, որ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողն իրավունք ունի օգտվել ծնողական ժամից երեխային նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն ուղեկցելու կամ հաստատությունից վերցնելու նպատակով։ Նախագիծը հանրային քննարկման է դրված, նախարար Արսեն Թորոսյանը Facebook էջում մանրամասներ է ներկայացրել։ Առաջարկվում է նաև օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը աշխատողի եւ գործատուի փոխադարձ համաձայնությամբ։ Նախագիծը դրված է e-draft հարթակում։ Նախարարը կոչարել ակտիվ մեկնաբանություններ թողնել։ Ծնողական ժամի ներդրում եւ ճկուն աշխատանքային գրաֆիկի ներդրում մեր կարծիքով մենք կարող ենք նման փոփոխություններ անել մեր օրենսգրքում, որպեսզի մեր քաղաքացիները եւ մեր նաեւ տնտեսվարողները ավելի հարմարավետ զգան իրենց աշխատանքային հարաբերություններում։ Ծնողական ժամի իմաստը խնամքին մինչև 12 տարեկան ունեցող ծնողներին ավելի կարճ աշխատաժամանակ տալն է, 1-2 երեխայի դեպքում խոսքը 30 րոպեի մասին է, այսինքն աշխատաժամանակը կրճատվի 30 րոպեով, իսկ 3 ավելի երեխա ունեցողի դեպքում մինչև 12 տարեկան իհարկե խոսքը 1 ժամ աշխատաժամանակի կրճատում եւ մենք նաեւ գիտենք, որ պրակտիկայում սովորաբար նաեւ գործատուները նաեւ ընդառաջումել են, այսպիսի աշխատակիցներին, որոնք մանկահասակ երեխաներ ունեն, մանկապարտեզ տանելու, դպրոց տանելու խնդիր ունեն Եվ սա ուզում ենք նաև կարգավորել ըստ էության, որպեսզի ոչ թե լինի հայեցողություն, այլ իրավունք աշխատողի։ Եվ երկրորդը դա ճկուն աշխատանքային գրաֆիկն է, որ գործատուն եւ աշխատողը կարողանան իրար հետ գրավոր համաձայնությամբ սահմանեն ճկուն աշխատանքային գրաֆիկ, որի դեպքում աշխատանքային օրվա կամ հերթափոխի սկիզբը եւ ավարտը կորոշվի կողմերի համաձայնությամբ։ Հիմա գիտեք, այլ կարգավորում կա, հստակ ֆիքսված ժամեր եւ դրանից ավել եւ ցածրը այլ մեխանիզմներով է հաշվարկվում եւ սա կարծես թե կրկին ավելի մոդեռն ժամանակակից մոտեցում է, իհարկե դուք գիտեք, որ մենք ունենք նաեւ հեռավար աշխատանքի հնարավորությունը, որը վաղուց կա աշխատանքային օրենսգրքում եւ օրինակ մեր նախարարությունը օգտվում է այդ հնարավորությունից եւ աշխատակիցները կարող են որոշակի պայմանների դեպքում որոշակի օրեր եւ ժամեր հեռավար աշխատել, այսինքն ըստ էության աշխատանքային հարաբերությունները նույնպես տրանսֆորմացվում են եւ մեր այս երկու առաջարկը ծնողական ժամի եւ ճկուն աշխատանքային գրաֆիկի նորից դրան են միտված, խնդրում եմ տարածել տեսանյութը, ինչպես նաեւ մեկնաբանություն թողնել e-draft-ում, որպեսզի մենք լսենք նաեւ ձեր կարծիքը եւ մի բան եմ ուզում ավելացնել, այս առաջարկը եկել է հենց քաղաքացիների կողմից։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ քննարկել է երկու երկրների միջև պաշտպանական գործընկերության խորացումը։ Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարությունում։ Նշվում է, որ Սթարմերը ողջունել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հաստատված հրադադարը եւ նշել դրա պահպանման եւ այն տևական խաղաղության վերածելու ջանքերի կենտրոնացման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ աշխատանքի շարունակումը, քննարկել է Բրիտանիայի ջանքերն ուղղված գործընկերների հետ հանդիպումների կազմակերպմանը եւ նեղուցով անցնելու վստահությունը բարձրացնելու համար գործնական քայլերի
համաձայնեցմանը։ Բացի այդ նշվում է, որ Սթարմերն ապրիլի 8-ին հանդիպել է նաև բրիտանացի զինծառայողների հետ, որոնք ուղարկվել էին Սաուդյան Արաբիա նշված հոբ համակարգերի գործարկման համար։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Արքայազմ Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ Աբաս Արաղչիի հետ։ Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։ Նրանք քննարկել են վերջին զարգացումները եւ լարվածության նվազեցման ուղիները տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար, ասվում է գերատեսչության տարածած հայտարարությունում։ Հեռախոսազրույցը երկու երկրների միջև առաջին պաշտոնական շփումն է այն բանից հետո, երբ Իրանը ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններին ի պատասխան հարձակումներ էր իրականացրել հարևան Պարսից ծոցի երկրների վրա։ Երկու կողմերն ընդգծել են իրենց տարաձայնությունները մի կողմ դնելու եւ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի եւ ԱՄՆ-ի իր պաշտոնակիցներ Մասուդ Փեզեշքյանի եւ Դոնալդ Թրամփի հետ, ասելով նրանց, որ հրադադարի որոշումը հնարավոր ամենալավ որոշումն էր եւ կոչ է արել այն տարածել Լիբանանի վրա։ Այս մասին նա գրել է X հարթակում. «Ես հույս հայտնեցի, որ հրադադարը լիովին կպահպանվի հակամարտող կողմերից յուրաքանչյուրի կողմից առճակատման բոլոր հատվածներում, այդ թվում Լիբանանում», գրել է Էմանուել Մակրոնը։ Մեկ այլ գրառման մեջ Ֆրանսիայի նախագահը հայտնել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի եւ վարչապետ Նավաֆ Սալամի հետ իր զրույցի մասին։ Նա խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Լիբանանին, որոնք մեծ զոհերի պատճառ են դարձել, եւ իր աջակցությունն է հայտնել այդ երկրին։ Դրանք ուղիղ սպառնալիք են ներկայացնում ձեռք բերված հրադադարի կայունության համար։ Այն պետք է լիովին տարածվի Լիբանանի վրա, գրել է Ֆրանսիայի նախագահը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի համաձայնությունից հետո Իսրայելը հայտնել է, որ այն չի տարածվի Լիբանանի վրա։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 8-ին Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում զոհերի թիվը հասել է 182-ի, իսկ վիրավորներինը 890-ի։ Այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Նախարարության տեղեկացմամբ զոհերի թիվը կարող է փոփոխվել։ Նաև տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 9-ին Աբասիա բնակավայրի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը նախնական տվյալներով հասել է 7-ի, կան նաև վիրավորներ։ Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածները շարունակվում են։ Լիբանանի կառավարությունը ապրիլի 9-ը հայտարարել է ազգային սգո օր ի հիշատակ իսրայելական ավիահարվածների զոհերի։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 8-ը ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1739-ի, իսկ վիրավորներինը 5873-ի։ Տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտել են Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել եւ վիրավորվել են։ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայտարարված երկշաբաթյա հրադադարը ԱՄՆ-ի եւ Իրանի միջև կարևոր առաջընթաց քայլ է։ Իհարկե սա փխրուն խաղաղություն է, բայց մենք ցանկանում ենք, որ այն հանգեցնի համաձայնագրի, հայտարարել է Ալբանեզեն։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը հայտնել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի ռմբակոծությունը մեծապես վնասակար էր, շեշտելով հակամարտության դադարեցման անհրաժեշտությունը ԱՄՆ Իրան հրադադարի անկայունացումը կանխելու համար։ Չինաստանը իր հերթին հայտնել է, որ Լիբանանի ինքնիշխանությունը չպետք է խախտվի։ Մերձավոր արևելքի երկրները նույնպես խստորեն դատապարտել են Լիբանանին հարվածները։ Դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի արտգործնախարարները։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ իրանական կողմը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած վերջնաժամկետից առաջ հրադադար է խնդրել եւ համաձայնել է բացել Հորմուզի նեղուցը։ Միևնույն ժամանակ Լևիթի խոսքով Իրանի կողմից ավելի վաղ ներկայացված 10 կետանոց սկզբնական առաջարկը եղել է անլուրջ եւ անընդունելի։ Պաշտոնյան նշել է, որ վերջնաժամկետի մոտենալուն պես Իրանն ամերիկյան կողմին ներկայացրել է ավելի խելամիտ, լիովին այլ եւ սեղմ ծրագիր, որը
ըստ նախագահի եւ նրա թիմի կարող է աշխատանքային հիմք ծառայել եւ համապատասխանեցվել ամերիկյան 15 կետանոց ծրագրին։ Նախագահի կարմիր գծերը, մասնավորապես Իրանում ուրանի հարստացման դադարեցումը, չեն փոխվել եւ այն միտքը, թե նախագահ Թրամպը որպես գործարք երբևէ կընդունի Իրանի ցանկությունների ցուցակը, լիովին անհեթեթ է, հավելել է Քերոլայն Լևիթը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք խոշոր ավտովթար Լոռու մարզում Nissan Murano-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց մի քանի անգամ պտտվել, շրջվել ու հայտնվել ձորում։ Պաշտպանության նախարարության 4 ծառայող տեղափոխվել է հիվանդանոց։ Շամշյանի տեղեկացմամբ դեպքի վայր են ժամանել նաև նախարարության ռազմական ոստիկանության Լոռու ռազմական ոստիկանության ծառայողները։ Վարորդն ու 3 վիրավորները ծառայում են պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 11:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են ավտոբուսն ու Toyota BMW Ford Magnish-ի մեքենաները, հաղորդում է Շամշյանը։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են պարեկները։ Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում եւ սպասարկում է Զեյթուն ներքին Չարբախ թիվ 14 երթուղին։ Եվ հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքներ են գալիս, հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ են սպասվում։ Առանձին վայրերում քամուշ գնացում, բուք ցածր հորիզոնական տեսանելիություն, իսկ ջերմաստիճանը գիշերը կնվազի 5-ից 7 նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։